Փաստի հեղինակ եւ հաղորդավար Նարեկ Սամսոնյանը արդեն 11-րդ օրն է հացադուլում է եւ անժամկետ հացադուլ է հայտարարել։ Դուք որպես ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, արդյոք տեղյակ եք այս մասին։ Ինչ որևէ հարցով հետաքրքրվել եք։ Ասած տեղյակ չեմ եւ որևէ նման գրություն, որևէ նման նամակով որևէ մեկը ինձ չի դիմել եւ տեղյակ չեմ պարոն Սամսոնյանի հացադուլի մասին։ Այս ընթացքում բողոքի ակցիաներ են իրականացրել նրա թիմակիցները, Anti-Fake-ի խմբագրությունը, նամակներ են նաև հանձնել Հայաստանում օտարերկրյա դեսպաններին։ Արդյոք այս ընթացքում դուք չեք հետաքրքրվել կամ լրահոսից տեղեկություններ չեք ստացել այդ մասով։ Տեղեկություններ չեմ ստացել եւ քանի որ նամակները ուղղված են օտարերկրյա դեսպաններին եւ ոչ թե մեզ, օրինակ մեր հանձնաժողովին, հետևաբար նաև կարող եմ տեղյակ չլինել։ Եթե ձեզ դիմեն դուք հետամուտ կլինեք, այդպես է ստացվում ձեր ասածներից ընդհանուր առմամբ։ Մենք ցանկացած քաղաքացու դիմումի հետամուտ ենք լինում եւ արձագանքում ենք։ Ցանկացած քաղաքացու։ Մեր մոտ որևէ նամակ անպատասխան չի մնում եւ ոչ միայն անպատասխան չի մնում, այլ նաեւ մենք ցանկացած նամակի հետևողական ենք լինում։ Որպես մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ինչպես եք վերաբերվում այն հանգամանքին, որ Նարեկ Սամսոնյանը 11-րդ օրն է, ինչ անժամկետ հացադուլ է հայտարարում եւ գտնվում է պատժախացում։ Որ գտնվում է պատժախցում, կարծում եմ դրա համար պատճառներ կան, իսկ հացադուլի մասով այո մտահոգվում եմ, քանի որ պարոն Սամսոնյանի առողջությանը վնաս է եւ նման կերպ շարունակելու արդյունքում որոշակի խնդիրներ կարող են պարոն Սամսոնյանի մոտ առաջ գալ, հետեւաբար կոչ եմ անում Նարեկ Սամսոնյանին, որպեսզի անժամկետ հացադուլը թողնի։ Նման կոչեր հնչել են, սակայն նա ինչպես իր բանտից ուղված այդ հոդվածներում է նշել, ինքը շարունակում է ի պաշտպանություն այն բանի, որ իրեն նկատմամբ ապօրինություններ է գործել եւ ըստ նրա ինքը ապօրինի է գտնվում հիմա կալանքի տակ, քանի որ խոսքի համար է զուտ ըստ նրա ինքը հիմա կալանավորված։ Գիտեք, հիմա Հայաստանը այլևս ժողովրդավարական պետություն է եւ իշխանությունների կողմից որևէ պատվեր երբևէ հեղափոխությունից հետո չի իջեցվել, այն մարմինները, որոնք զբաղվում են, բոլորովին անկախ են եւ իրենք իրենց գործառույթն են իրականացնում եւ մենք որպես քաղաքական մարմին իրավունք չունենք խառնվելու, միջամտելու։ Իսկ ինչպես եք վերաբերվում այն հանգամանքին, որ նա պատասխանել է Ալեն Սիմոնյանի իր հասցեին հնչեցրած վիրավորանքներին, Ալեն Սիմոնյանը հիշեցնենք, որ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին շանլակոտներ էր անվանել, ինքը պատասխանել են ըստ էության եւ հենց այդ պատասխանը վիրավորանք է դիտարկվել եւ հիմա կալանավորված են։ Անկեղծ ասած այդ վիրավորանքին ծանոթ չեմ, բայց նորից վստահաբար ձեզ կարող եմ ասել, որ որևէ մարմին որևէ պատվերով չի աշխատում, հետևաբար այն ինչ կատարվում է, այն process-ները, որոնք տեղի են ունենում, դրանք տեղի են ունենում օրենքի սահմանում, հետևաբար ասել, որ այստեղ որևէ խնդիր կա, թույլ տվեք չհամաձայնել։ Մեղադրանքում էլ նշված է, որ Նարեկ Սամսոնյանը հետույք ձևակերպումն է օգտագործել, հետևաբար նաև մեղադրանքը դրանով է պայմանավորված։ Ըստ ձեզ նման բառը արտահայտելու համար հնարավոր է մարդը ազատությունից զրկվի։ Թույլ տվեք չպատասխանել այդ հարցին, եթե լուրջ կարևոր այլ հարցեր կան, սիրով կպատասխանեմ։ Մեկնաբանում, ո՞րն է խնդիրը։ Պատասխանել, ինձ հաճելի չի։ Որևէ մեկի նման արտահայտությունը մեկնաբանել։ Թող մեկնաբանեն իրենց ընկերները, թող մեկնաբանի իրենց քաղաքական թիմի առաջնորդը, ոչ թե ես։ Դուք որպես մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ պարոն Բաքոյան։ Նման արտահայտություն անողի
մեկնաբանությունը, որը ես պետք է իմատամ, ես բոլորովին ցանկություն չունեմ այդ հարցին անդրադառնալու, այդ հարցը թող անդրադառնա իրենց քաղաքական թիմը, իրենց թիմի ղեկավարի գլխավորությամբ։ Այդուհանդերձ հիմա դուք տեղյակ եք այս խնդրի նրա առողջական վիճակի մասով, որը հացադուլով է պայմանավորված, ինչ քայլեր եք ձեռնարկելու։ Որևէ նամակ չկա, ես ընդհանրապես կարող եմ կոչ անել, հորդորել պարոն Սամսոնյանին, որպեսզի պարոն Սամսոնյանը հրաժարվի անժամկետ հացադուլից հետագա առողջական խնդիրներից խուսափելու համար։ Դրա համար պահանջ է ներկայացնում, որ ինքը ըստ իրեն ապօրինի է կալանքի տակ եւ կոչ է անում իրեն ազատել։ Դե կներեք, ցանկացած քաղաքական գործիչ կամ ցանկացած անձ, երբ որևէ բանի մեջ մեղադրվում է, մեծամասնությունը իրենց մեղքը չեն ընդունում, կախված նրանից ինքը մեղավոր է թե չէ։ Եթե նույնիսկ մեղավոր է չեն ընդունում։ Հետևաբար արդյոք պարոն Սամսոնյանը պետք է որոշի ինքը մեղավոր է թե չէ, թե համապատասխան մարմինները պետք է որոշեն։